Բարձր դատարան շնորհակալություն հնարավորությունը ձեռնելու մասին ներկայացնել դիրքորոշումը։ Որպեսզի ավելի պատկերավոր լինի ինչի մասին է խոսքը, գործընկերս ներկայացրեց մի իրավիճակ, երբ բոլոր քաղաքական ուժերը պատրաստվում են խաղալ ֆուտբոլ։ Եկան աշխարհի չեմպիոնատ, դուրս եկան դաշտ, պարզվեց, որ դիմացի կողմը ասել է, չէ, որ ասել են ֆուտբոլ, այդքան էլ ֆուտբոլ չի, դա ամերիկյան ֆուտբոլ է։ Ես բերել եմ մարդիկ, ովքեր հագել են սաղավարտներ ու ձեզ ծեծելու են։ Ասում ենք, բայց մենք գնդակը ոտով ենք պարապել խաղալ, ասում է, չէ, ոտով չկա, ձեռով։ Ասում ենք, կլինի դե մենք էլ ձեռով խաղանք, ասում է, չէ, որ դուք ձեռով խաղաք, ձեզ տուգանային ենք ուղարկելու, ասելու ենք ձեռով խաղա։ Այս սա է տեղի ունեցել։ Բոլոր թիմերը պատրաստվել են ֆուտբոլ խաղալու, եկել են ֆուտբոլի աշխարհի չեմպիոնատ, պարզվել է, որ մի թիմ ընդ որում մենակ ինքը ֆուտբոլ ասելով նկատի ունի ամերիկյան ֆուտբոլ, բերտում է ձեռին գնդակը, վազում է, ով որ ընկնում է, գցում են գետնին, սաղով պարկում ենք վրա։ Հենց որ նման, ասում ենք լավ, կլինի մենք էլ էլի ուժեղ տղաներ ունենք, իրանք էլ կան ֆուտբոլ խաղան ձեր նման, ասում է չէ, դուք չեք կարող խաղալ։ Այս սա է տեղի ունեցել։ Հիմա երկրորդ օրինակը բերեմ։ Մեծ բազմաթիվ անգամ այս լսումների ընթացքում լսեցինք ձևակերպումներ, որ սահմանադրական դատարանը քննել է նման գործեր։ Սա առաջին գործն է։ Հայաստանի Հանրապետության պատմության ընթացքում նման գործ չի եղել։ Միշտ պատմականորեն կարեք բացեք, նայեք, խաղարկվել է աշխարհի չեմպիոնի կուբկը, հա, այսպես ասած, գավաթը, միշտ գավաթի խաղարկություն է վիճարկվել այստեղ։ Մենք հիմա ի հավելումն նրան, որ կանոնները ամբողջությամբ խախտված են, վիճարկում ենք փոքր բրոնզ։ Մենք հիմա քննարկում ենք ոչ միայն, որ գավաթը տվեք մեզ, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը այս պահին եւ 59,000 քաղաքացիներ ասում են, մենք այս պահին չենք հավակնում աշխարհի գավաթին։ Այն մենք կգանք կհասնենք այդ գավաթին ինչ-որ մի փուլում, մեզ տվեք մեր բրոնզը, փոքր բրոնզը, 4-րդ տեղի համարավեճը։ Հայաստանի պատմության ընթացքում տեղի ունեցած գործերով երբեք չի եղել սահմանադրական դատարանում գործ, որտեղ քննության առարկա է եղել փոքր բրոնզը։ Միշտ նախագահական ընտրություններն են եղել, միշտ եղել են պարլամենտական ընտրությունների մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքները, միայն 21 թվականին վիճարկման առարկա է եղել ընտրությունները, բայց հիմնական քննարկման առարկան չի եղել ձայների հաշվարկի կարգը, այլ եղել է, որ ընտրությունները կեղծվել են ընդհանուր առմամբ։ Հիմա բարձրացված խնդիրը վերաբերվում է ընտրությունների շրջանակներում, ուրեմն հաշվարկի կարգին։ Հիմա այստեղ ինչն է շատ կարևոր, մի քանի հանգամանքի վրա եմ ուզում ուշադրություն հրավիրել։ Ինչի է այս իրավիճակը ստեղծվել, որովհետև պատասխանողը ծայրահեղ անպատասխանատու է վերաբերվել իր աշխատանքային պարտականություններին։ Հայաստանի իմ կողմից, երբ որ ես հասուն եմ եղել եւ հետեւել եմ ընտրությունների ժամանակ, այսպիսի խայտարակ աշխատանք կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի կատարել, բացատրեմ ինչի։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկու արձանագրություն է կազմել, մեկը թվագրված է հունիսի 8-ին ժամը 11:48-ով, մյուսը վերաբերվում է հունիսի 14-ին 18:16-ով։ Այս երկու արձանագրությունները ըստ էության իմի են բերում ընտրությունների արդյունքները։ Ձևակերպվել են իբր թե վերահաշվարկի արդյունքում։ Վերահաշվարկի արդյունքում փոփոխությունների քանակը եղել է չնչին։ Իսկ այդ վերահաշվարկ կոչվածը ինչ է եղել, երբ որ ես անձամբ արել եմ այդ վարժությունը, բացել եմ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքը, քաղաքացիները բոլոր ընտրատեղամասերում կան, փորձել եմ լրացնել, որովհետև առաջին օրը իսկ պարզ էր, որ այդտեղ կեղծված են թվերը։ Այս առաջին արձանագրությունը կեղծիք է։ Ոչ թե վերահաշվարկ ենք արել, թվերը ավելացել է, չէ, արձանագրության մեջ գրված է 100, կենտրոնական ընտրական հանձնաժողովը համարել է 10, գումարել է 10, թիվը արձանագրել։ Ինչի արդյունքում առաջին արձանագրության կեղծիքի պատճառով Բարգավաճ Հայաստան կուսակցությունը առաջին արձանագրության թվերով չի հաղթահարել 4%-ը։ Այնինչ թվերը ճիշտ արձանագրելու դեպքում, թվերը ոչ թե վերահաշվար կամ ինչ, ուղղակի են արձանագրության թվերը գումարելու դեպքում պարզ էր դառնում, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը 130 գումարած թվի քանակով ավել էր հավաքել 4%-ի շեմից։ Ինչի է դա արվել, հիմա կներկայացնեմ շուտով, որից հետո մենք Բարգավաճ Հայաստան կուսակցությունը տեսնում է, որ թվերի տարբերություն կա, բայց դա չի մենակ։ Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը երկու արձանագրությունների միջև 1000-ով տարբերվում են։ Ընտրողների ստացված կտրոնների ընդհանուր թիվը երկու արձանագրությունների միջև 3400-ով տարբերվում են։
Չօգտագործված համարակալված կտրոնների ընդհանուր թիվը 1000-ով տարբերվում է։ Չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշների ընդհանուր թիվը 1000-ով տարբերվում է։ Եվ ամենատաղանդավորը, ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողների թիվը 9-ով տարբերվում է։ Լավ, առաջին արձանագրության ժամանակ չգիտենք քանի հոգի ընդգրկված ցուցակներում։ Ընտրություն են կազմակերպում, չգիտենք քանի հոգի է ներառված ցուցակներում։ Սա է ցույց տալիս, սա ինչի է ֆունդամենտալ կարևոր, բարձր դատարան։ Երբ որ մենք իրականացնում ենք գործընթաց, որի սկզբի կանոնները փոխվում են, կանոնները իրականացնում են ոչ իրավաչափ, հաշվարկի մեխանիզմներում չկա վերահսկողական գործիքներ, անհնար է ստուգել ոնց են հաշվել, ոնց են գումարել։ Այս են դասական անեկդոտի օրինակն է, ասում է, ինչ ուզում ես արա, կարևոր այն ով է հաշվում։ Այս վիճակում ենք մենք հայտնվել։ Եվ դրանից հետո մենք տեղի է ունենում հաջորդ զարգացումները։ Հիմա անունը դնում ենք, որ տեղի է ունեցել վերահաշվարկ։ Վերահաշվարկի արդյունքում իրականում որոշ թվերի փոփոխություններ եղել են, բայց դա վերահաշվարկ չէր։ Վերահաշվարկի իրական խնդիրը որն էր, աղյուսակի մեջ տվյալները թերություն ունենք, սխալ ենք լրացրել։ Ես խնդրում եմ, երբ որ իրենք իրենց անձնական տնական բյուջեն կհաշվեն, ոնց ուզում են աղյուսակի մեջ լրացնեն։ Հայաստանի Հանրապետության իշխանության կրողի որոշումները, երբ որ լրացնում են աղյուսակի մեջ, բարի լինեն կիրառեն այնպիսի մեխանիզմներ, որպեսզի այդպիսի տեխնիկական, իսկ իրականում ես ասում եմ հանցավոր թերություններ հանդես չգան։ Նորից եմ կրկնում, ոչ թե ծրարը լավ չեն գցել, լավ են գցել, այդ բոլորը ներկայացրեցինք ոնց են ազդել։ Լավ է, դրանից հետո են քաղաքացիները, որ եկել ծրարը գցել են, հաշվել են, ընտրատեղամասերում հաշվարկը արել են, աղյուսակը կազմել են, այս աղյուսակի տվյալները դիտավորյալ սխալ հաշվելու նպատակը որն է։ Իսկ եթե դա անփութությամբ է, դա նշանակում է, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ ընտրական հանձնաժողովների ամբողջ համակարգի աշխատանքը ամբողջությամբ խաթարված է, ինչը նշանակում է, որ անհնար է գնահատել ընդհանրապես ազդեցությունը։ Հիմա անցնեմ կոնկրետ սպეციფიկ դեպքին փոքր բրոնզի հարցին, որովհետեւ այստեղ խնդիրը կրկնում եմ, միշտ պատմականորեն քննարկվել է ազդեցության չափը, այստեղ ունենք շատ հստակ ազդեցության խնդիր։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի երկու գործողության արդյունքում առանձին վերցրված եւ օրենսդրական կարգավորումների մեր կարծիքով հակասահմանադրական լինելու հետևանքով կրկին առանձին վերցրված միջնորդությունը կներկայացնեմ, ստացել ենք մի իրավիճակ, որտեղ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չի ստացել 150-ի չափ ձայն, ցենց ասենք, 153 ենք ոնց որ հաշվարկել, ձայն, որը բավարար կլիներ հաղթահարելու համար։ Հիմա, երբ որ տեղի է ունեցել վերահաշվարկը, չի կազմվել արձանագրություն։ Երբ որ տեղի է ունեցել վերահաշվարկը, կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընդամենը հայտարարել է, որ վերահաշվարկի արդյունքում այս կուսակցությունների ձայները փոփոխվեցին հետևյալ կերպ, մեկ այսքան ավելացավ, այսքան պակասեց։ Ներողություն եմ խնդրում։ Երբ որ վերցնում, իրենց փոխարեն այդ վարժությունը անում ենք, այսինքն վերցնում ենք ընդհանուր թվերը, գումարում ենք, հանում ենք, ասում այսքանը սրանով ավելացավ, այսքանը սրանով ավելացավ, ստացվում է հետևյալ պատկերը։ ԿՀ-ն արձանագրել է, ԲՀԿ-ն ստացել է 58525 քվե, իսկ կողմ քվեների եւ անճշտությունների հանրագումարը կազմել է 1461742։ Սա ինչ եմ անում, վերցնում եմ ԿՀ-ի այն առաջին արձանագրությունը, վերահաշվարկի արդյունքում ասում ավելացել է այսքանով, պակասել է այսքանով, ուղղակի օգտագործելով տեխնիկական միջոց Excel աղյուսակը գրում եմ այս թվերը, գրում եմ գումարած, գրում եմ ամբողջ, գրում եմ ցույց տուր գումարը, տալիս այս թվերը։ 1461742 այս թվի դեպքում 4%-ի շեմը անցնելու համար ԲՀԿ-ին անհրաժեշտ է 58470 քվե։ ԲՀԿ-ն հավաքել էր, հիշեցնում եմ, 58525 քվե։ Այսինքն մոտավորապես 55 ձայնով գերազանցել էր տոկոսը եւ ի տոկոսը այդ դեպքում կազմում էր 4.00378 ինչ անում 100,000-ական տոկոս։ Ինչա տեղի ունենում անմիջապես այդ պահից, սա չեն հրապարակում, այս հրապարակում են ընդամենը հաղորդագրություն, ասում են վայ, երկու տեղ անվավեր ենք ճանաչում։ Երկու տեղ անվավեր են ճանաչում այն տեղերը, որտեղ դրանից մի քիչ առաջ ասել էին անվավեր ճանաչելու անհրաժեշտություն չկա։ Երբ որ մենք ուսումնասիրում ենք արձանագրությունը, մենք կտեսնենք, որ անվավեր ճանաչելու հիմքում դրվում է հետևյալը, շատ կարևոր հանգամանք։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանգում է այն եզրակացության, որ քվեարկության օրը, այսինչ տեղամասերում,
տեղի են ունեցել ընտրական օրենսգրքի 68-րդ հոդվածի առաջին մասի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք կարող են էապես ազդել քվեարկությունների արդյունքների վրա։ Պատասխանողը արձանագրել է ազդել քվեարկությունների արդյունքների վրա, անվավերը ճանաչել, իրավունք չուներ դրան հեսակարգ կանդրադառնամ։ Բայց դրանից հետո, երբ որ վերադառնում է արդեն վերջնական որոշում կայացնելուն, հաշվի չի առնում, որ այս որոշման արդյունքում ԲՀԿ-ն 4%-ից իջնում է մինչև 4%-ի 3% 990 քանի ամբողջական մաս, այսինքն չի բավարարում 150 ձայն։ Բարձր դատարան այստեղ անհրաժեշտ եմ համարում ուշադրություն հրավիրել հետևյալի վրա։ Առաջին արգումենտը, որը մենք ներկայացրել ենք գրավոր, վերաբերվում էր նրան, որ ԿԸՀ-ն իրավասություն չուներ ընդունել 254A եւ 255A որոշումները։ Դրանք բողոքարկվել են դատարան, դատարանը հայցերը մերժել է, բայց ես հիմա կներկայացնեմ հիմնավորումներ, որ 48.1 հոդվածը այն մեկնաբանությամբ, ինչով որ կիրառել են դատարանը, եթե մենք ընդունենք, որ այդ մեկնաբանությունը իրավաչափ է, ապա դա հակասահմանադրական է։ 48.1 հոդվածը, պրիմ 1 հոդվածը իրավունք է տալիս վերանայել որոշումները։ Իսկ այնտեղ եղել է մեկ որոշում, այդ որոշումը եղել է չի ազդել ընտրությունների վրա, եւ իրավունք ուներ որոշում ընդունել, ասել ազդել է ընտրությունների վրա։ Հանձնաժողովը վավեր չի ճանաչել ընտրության արդյունքները, ընտրության արդյունքները վավեր ճանաչելու ընդհանրապես ընթացակարգ չունեն։ Եվ հետևաբար խոսքը գնում է ընտրատարածքայինի մասին։ Հետևաբար կենտրոնական ընտրական հանձնաժողովը այդ որոշումը փոխելուց հետո վերջնական արդյունքներին պարտավոր էր անդրադառնալ արդեն երբ որ իմի էր բերում ընտրության արդյունքները ամբողջ Հայաստանի Հանրապետության տարածքում։ Սա առաջին արգումենտ։ Եթե ամեն դեպքում կլինի պնդում, որ դատարանի որոշում կա, այդ դատարանի որոշումը հաշվի առնեք, ես կասեմ շատ լավ։ Դատարանի որոշումը դուք էլ հաշվի առնեք, որովհետև դատարանը ուղղակիորեն գրել է կենտրոնական ընտրական հանձնաժողովն ազգային ժողովի ընտրության արդյունքների ամփոփման փուլում ստիպված է լինելու, վերջնական ուժի մեջ համտած բողոքարկման ենթակա չի, ստիպված է լինելու իր որոշմամբ արձանագրված խախտումների լույսի ներքո ընդունել որոշում առանձին ընտրական տեղամասում վերաքվեարկություն անցկացնելու մասին։ Խնդրեմ, պարտադիր էր, բարի լինեք իրականացնեք այդ գործառույթը։ Հիմա առաջին արգումենտը վերաբերվում է նրան, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը իրավունք չուներ ընդհանրապես վերանայել։ Եթե մենք դիտարկենք, որ իրավունք ուներ, ապա 48.1 հոդվածը ըստ էության խաթարում է սահմանադրությամբ նախատեսված այն դրույթը, որ գործում է ընտրական հանձնաժողովների համակարգ եւ դրանց լիազորությունները սահմանում են օրենքով եւ ընտրությունների արդյունքները մի տեղամասում անվավեր ճանաչելու լիազորություն կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրված չի։ Երրորդ խնդիրը, որը բարձրաձայնում ենք, վերաբերվում է նրան, որ չի կարող Բարգավաճ Հայաստան կուսակցությունը եւ 58500-ից ավել քաղաքացիներ տուժեն, որովհետեւ պետական մարմինը չի կարողացել իրականացնել իր պարտականությունները։ Չի կարողացել իրականացնել իր պարտականությունները այն ժամանակ, երբ որ այդ տարածքում գտնվող մարդիկ բարձրաձայնել են, որ ամբողջ գիշերը զինվորականներ են շարունակում մուտք գործել ընտրատեղամասեր, որովհետև պաշտպանության նախարարությունը չի ապահովել, որ զինվորները ժամանակին գան ընտրատեղամաս եւ իրականացնեն իրենց ընտրելու իրավունքը։ Ես չգիտեմ նույնիսկ ինչքան զինվորներ դեռևս չեն կարողացել գան, որովհետև իրենց որոշել են ժամը 9-ին բերել ընտրությունների միգուցե։ Մի խմբին էլ միգուցե որոշել են ժամը 10-ին եւ 11-ին բերել։ Համապատասխանաբար այս ամբողջը հաշվի առնելով գալիս ենք այն եզրահանգման, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը իրավունք չուներ այդ որոշումը կայացնել, անվավեր ճանաչել տեղամասում։ Հիմա բայց շարունակությունը կայացրել է։ Ինչ հետևանք պետք է տեղի ունենա այդ ժամանակ։ Այդ հարցին պատասխանում է 101-րդ հոդվածը։ Եթե ընտրությունների արդյունքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա, իրանք են ասել ազդել է։ Ես չեմ ասում, իրանք են ասել ազդել է։ Ապա կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու մասին, եթե այդ միջոցով հնարավոր է շտկել այդ խախտումների հետևանքները։ Բարձր դատարան ամենասկզբում գործընկերները միասնության թևերից երբ որ ներկայացնում էին կասեցնելու միջնորդություն, երկրորդ որոշումը, բարձր դատարանը հստակ նշեց, որ ոնց որ կդիտեք դա էլ են քննարկել։ Ուրեմն երկու որոշումներից ոչ մեկում անդրադարձ չի կատարվել անհնարինության մասին, որ անհնար է շտկել այդ միջոցով, որ այս կետը կիրառելի չի։ Ընդհանրապես ուղղակիորեն գրել են, անցել են, արձանագրել են, անցել առաջ։ Ոնց որ չի եղել։ Գա պետք է ներողություն։
ԿԸՀ-ն պետք է անդրադարձ կատարեր, արդյոք խախտումներն ազդել են արդյունքների վրա։ Ասել այո։ Երկրորդ հարցը, արդյոք հնարավոր է շտկել այդ խախտումները կոնկրետ ընտրատեղամասերում վերաքվեարկություն իրականացնելով։ Չի պատասխանել այս հարցին։ Մենք հարց ու պատասխանի ժամանակ կգնանք, գործընկերներս քննարկում են, որ Վահագն Հովհաննիսյանը դիրքորոշում ա գրել, դա որոշում չի։ Դա ԿԸՀ-ի դիրքորոշումը չի։ ԿԸՀ-ի սայթում կարան տարբեր բաներ գրեն։ Ոչ մի փաստաթղթում ԿԸՀ-ի կայքը չի հանդիսանում կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումների պաշտոնական հրապարակման հարթակ, որ նորությունների ձևով կարծիք գրելով դառնան դա հրապարակումներ։ Բարձր դատարան նույն նա ոնց որ ես հիմա գամ, ասենք վերցնեմ բանը տեղեկագիրը, որտեղ հոդվածներ են գրում գիտական եւ ձեզնից յուրաքանչյուրը կարող է ինչ-որ գիտական հոդված գրածրնի, ասեմ դե սահմանադրական դատարանի դիրքորոշումն է, չէ, դա գիտնականի դիրքորոշումն է, որը հրապարակվում է նաեւ կենսահմանադրական դատարանի կայքում։ Եվ եթե նախորդ հարցի պատասխանը դրական է, այսինքն Արաբելյան 5 րոպե։ Եթե նախորդ հարցի պատասխանը դրական է, ապա պետք է առանձին տեղամասերում նշանակվեր վերաքվեարկություն։ Եթե ոչ, անհնար էր։ Այն ինչ որ պարոն Հովհաննիսյանն է կարծում, դա էլ է լուծումը տրված։ Ամբողջ Հայաստանում վերաքվեարկություն։ Չի կարող լինել մի վիճակ, որ 5-4%-ը հաղթահարած քաղաքական ուժը կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ ընտրական հանձնաժողովների թերի աշխատանքի արդյունքում ոնց որ մի հատ ձեռը ասում է խախտում անեմ, մյուս ձեռը գալիս է բռնում է, բայց տուժում է ԲՀԿ-ն արդյունքում։ Էս է խնդիրը բարձր դատարան, սա շատ պարզ մաթեմատիկական խնդիր է։ Ամփոփելով այս բաժինը պնդում ենք, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրական օրենսգրքի 48.1 հոդվածի լայն եւ հակասահմանադրական մեկնաբանության արդյունքում իրեն վերապահել է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի փոխարեն ընտրության քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու իրավասություն եւ դրանից հետո էլ երբ ակնհայտ է եղել, որ որոշումներն ազդում են ընտրությունների արդյունքների վրա, մինչեւ որոշումները պնդում են ԲՀԿ-ն ստանում էր 4%, այդ անունը դրել են վերաքվեարկություն, վերահաշվարկ, բայց վերահաշվարկ չէ։ Ուղղակիորեն շտկել են բաները, իրենց նախկին կատարած թերությունները անունը այդպես դնենք։ Արդյունքում չի ստանում հիմա այդ որոշումների վերաքվեարկություն նշանակելու կամ ընտրություններն ամբողջությամբ անվավեր ճանաչելու կամ ամբողջ Հայաստանում վերաքվեարկություն նշանակելու փոխարեն որոշում է ընդունել մանդատներ բաշխելու մասին գործընթացը բացառելով ԲՀԿ-ին։ Հիմա բարձր դատարան այս մի առանձին արգումենտ էր, ի հավելում են, որ պետք է ընտրությունները անվավեր ճանաչվեն, հիմա ինչ հետևանքի մասին է խնդիրը։ Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքը, երբ որ քննարկում է ընտրական վեճերը, 3 հնարավոր տարբերակ է տալիս անվավեր ճանաչելու դեպքում։ Ամբողջ Հայաստանում վերաքվեարկություն, մանդատների բաշխման այլ կարգ կամ երկրորդ փուլ։ Մենք ներկայացրեցինք, որ անվավեր պետք է ճանաչվի։ Այս ոնց որ այս մի կետներ եւ գործընկերները արդեն երկրորդ օրնա ներկայացնում են բոլորը տարբեր ուղղություններով, տարբեր խախտումներին, որոշները մեղադրում են նաեւ իմ ներկայացված ուժին, բայց արդյունքում ներկայացում են, որ եղել են այնպիսի խախտումներ, որ ընտրությունների արդյունքներում անհնար է որոշել անձանց քվեարկության իրական կամահայտնությունը։ Ուրեմն իշխանության գրողը ինչա ցանկացել, ով լինի իշխանության, այդ չեն կարողանում իմանանք, որովհետեւ սկզբից ենք ազդել, շղթայում կա հաշվարկի խնդիրներ, վերջում էլ իմի բերելով թվերը չգիտեմ ինչի սխալ են գումարում։ Հիմա բարձր դատարան այս պահին ես կխնդրեմ ընդմիջենք անցնեմ միջնորդությանը ու վերջին 3 րոպեն արդեն իմի կբերեմ ամբողջությամբ։ Հիմա բարձր դատարան, եթե թույլ կտաք միջնորդության տեքստը վերցնեմ, բարձր դատարան ոնց ենք հաշվում անցողիկ շեմը։ Անցողիկ շեմը միջնորդությունը նրա մասին է, որ խնդրում ենք, որ նախքան սույն գործով որոշում կայացումը որոշել սույն գործի լուծման համար առանցքային նշանակություն ունեցող ընտրական օրենսգիր սահմանադրական օրենքի 95-րդ հոդվածի 4-րդ մասի անճշտությունների թվի գումարման մասով սահմանադրության 2-րդ հոդվածի 7-րդ հոդվածի 89-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին նախադասության համապատասխանությունը։ Շատ հակիրճ երկու բառով ներկայացնեմ, բարձր դատարան հետևյալն է։ Հայաստանի Հանրապետության սահմանադրության համաձայն գործում է համամասնական ընտրակարգ եւ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ազատ ընտրությունների միջոցով իրականացնում է իշխանությունը։
Ուրեմն գործընկերները շատ էին հղում արել 7-րդ հոդվածին, ասում ազատ եւ ուղղակի ներողություն, ընդհանուր հավասար ազատ եւ ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա գաղտնի քվեարկությամբ։ 89-րդ հոդվածի 3-րդ մասը ասում է ազգային ժողովն ընտրվում է համամասնական ընտրակարգով, ընտրական օրենսգիրքը երաշխավորում է կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը, եթե ընտրության արդյունքում կամ ներողություն Եթե ընտրության արդյունքում կամ քաղաքական կոալիցիա կազմելու միջոցով կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձևավորվում, ապա կարող է անցկացվել ընտրությունների երկրորդ փուլ, երկրորդ փուլի անցկացման դեպքում թույլատրվում են նոր դաշինքներ, այսինքն ինչա տալիս, ասում պետք է լինի համամասնական եւ սահմանադրությունը երկու բացառություն է սահմանել այդ համամասնականից։ Մեկը երկրորդ փուլով շեղումն է, մյուսը եթե 3 ուժ չի անցնում ազգային ժողով, երրորդ ուժի անցնելու արդյունքում կրկին շեղումն է։ Հիմա մենք ունենք դեպք, երբ որ 4 ուժ է անցել կամ պետք է անցնի, համապատասխանաբար հիմա քննարկում ենք այդ հարցը։ Հիմա նայեք ինչա ստացվում։ Ոնց են բաշխվում մանդատները։ Ասում եմ մանդատները պետք է բաշխվեն քաղաքական ուժերի մեջ, ովքեր անցել են 4%-ի շեմը։ Հիմա ինչից ենք հաշվում 4%-ը։ 4%-ի հաշվարկի համար ընտրական օրենսգիրքը ասում է վերցնում ենք բոլոր կողմքվեարկած ձայները, այսինքն բոլոր ձայները, որ ստացել են բոլոր ուժերը, գումարում ենք անճշտությունները։ Ինչա անճշտությունները։ Անճշտությունները ոչ թե այսպես ասեմ, երբ կարող է առաջանա անճշտություն։ Անճշտություն առաջանում է մենակ մի դեպքում, երբ որ պատասխանողը լավ չի աշխատում։ Ուրիշ ոչ մի դեպքում անճշտություն չի առաջանում։ Երբ որ մենք փորձում ենք տեսնենք ինչա անճշտությունը, երկու անճշտություն է սահմանում։ Բարդ է գրած, հիմա կարդամ ու բացատրեմ։ Առաջին անճշտությունը հաշվարկվում է ընտրողներից ստացված քվեարկության կտրոնների թվի, այն որ գնում ենք քվեարկության, մեզ տալիս են կտրոն, կտրոնը տանում ենք, երբ որ գցում ենք մեր բյուլետենը, երբ որ մեր քվեարկության արդյունքը գցում ենք արկղի մեջ, կտրոնը տալիս ենք այդ մարդին, արկղի մեջ հավաքում է դրանք։ Եվ չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմակենիշների թվի գումարի եւ տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացված ինքնասոսնձվող դրոշմանիշների թվի համադրմամբ տարբերությունը թվի բացարձակ արժեքով նշվում է որպես առաջին անճշտություն։ Հիմա ինչ է ստացվում։ Հանձնաժողովին տվել ենք 1000 այդ ինքնադրոշմող այդ կտրոններից, չի օգտագործել 100-ը, 900 օգտագործել է։ Ենթադրվում է, որ 900 հոգի քվեարկել է, որովհետեւ ոնց են օգտագործում, ես որ մոտենում եմ, այդ մի հատ կտրոնը փոկվում է, այն անկյունին կպցնում են, գցում ենք բանի մեջ, արկղի մեջ։ 900 հատ օգտագործել ենք։ Պարզվում է, որ այս ու ամեն քվեարկող էլ պետք է մի հատ կտրոն ստանա։ Ուրիշ տարբերակ չկա։ Հիմա ասում եմ, երբ որ այդ ամեն մի հատ քվեարկող կտրոն է ստացել, մի հատ էլ ստացել է այդ բայց տարբերություն կա այդ թվերի մեջ։ Դա անճշտություն ենք հաշվում։ Այսինքն ստացվում է, որ կտրոն ենք ստացել, չեն կպցրել այդ ստիկերը, կամ այդ ստիկերը կպցրել են, բայց կտրոնը չկա։ Այսինքն ակնհայտորեն մենք ունենք դեպքեր, որտեղ ինչ որ բան խաթարվել է ընտրությունների արդյունքում, բայց դա չգիտեմ ինչի բազայի վրա հաշվում ենք անճշտություն։ Ընդ որում կրկնում եմ, կապ չունի, կտրոններն են շատ, թե ստիկերներն են շատ։ Երկրորդը էլ ավելի հետաքրքիր է։ Երկրորդ անճշտությունը հաշվարկվում է քվեարկության մասնակիցների ընդհանուր թվի եւ քվեատուփի վավեր եւ անվավեր քվեաթերթիկների թվերի գումարի համադրմամբ։ Մասնակցել է 1000 հոգի մարդ, բայց արկղի մեջ 1200 քվեաթերթիկ կա։ Կամ մասնակցել է 1000 մարդ, բայց արկղի մեջ 800 քվեաթերթիկ կա։ Նորից, այդ ամբողջ process-ը բոլորս տեսել ենք, մտնում ենք, մոտենում ենք առաջին տեղը, մատնահետքը վերցնում են, արձանագրում են որպես բան, ստուգում են տվյալները, տպում են կտրոնը, գնում ենք գրանցում ենք, ստորագրում ենք մեր մեծ մատյանի մեջ, մոտենում ենք արկղի, քվեարկության տեղը, դնում ենք այն ճիշտ մեր ընտրած համապատասխան թերթիկը ծրարի մեջ, փակում ենք, փակելը ոչ թե սոսնձում ենք, փակում ենք ծրարը, մոտենում ենք երրորդ կետին, վրան կպցվում է ստիկերը, մտցնում ենք մեջ, բանի մեջ, արկղի մեջ, այն միշտ ուղտը տալիս ենք, բարձ գործ է, բարդ բան չկա։ Բայց եկեք ու տեսեք, որ մինչև այսպես կոչված որոշում կայացնելը 1200 անճշտություն կար։ Բայց ոչինչ կար, լավ, հասկացանք, փոքր թերությունա տեղի է ունեցել։ Ինչ է ասում հաջորդ օրենքը, ասում է, եթե անվավեր ենք ճանաչում, այդ էլ են գնում, համարում բոլորը անճշտություն է։ Ինչի, որովհետև դե չենք իմանում մարդիկ ինչ են քվեարկելու։ Պարզ տրամաբանություն։ Եթե անճշտությունները
դիտավորյալ ի վնաս օպոզիցիայի չեն, այսինքն նենց չեն կարել, որ արհեստականն լինի, նման պնդում ես չեմ անում։ Ապա ստացվում է, որ եթե ստատիստիկորեն նայենք, եթե մնացածի մեջ 4% ունեմ, անճշտությունների մեջ էլ 4% ունեմ։ Որովհետև ցանկացած հակառակ մեկնաբանություն, ուրեմն ինչ ասում հետո, ուրեմն ընտրական տեղամասում անճշտությունների չափը հավասար է առաջին եւ երկրորդ անճշտությունների գումարին, ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու դեպքում այդ տեղամասում քվեարկության մասնակիցների թիվն արձանագրվում է որպես տեղամասում անճշտությունների գումարային չափ։ Ստացվում է հետեւյալը բարձր դատարան, որ եթե ավարտում եմ ես ավարտում եմ։ Ստացվում է հետևյալը, որ եթե մենք ունենում ենք ցանկացած սահմանային դեպք, 4%-ի մոտ դեպք, կենտրոնական ընտրական հանձնաժողովը ինքն է որոշում ով կանցնի, ով չի անցնի, որովհետև 2, 3, 4, 5, 10, 20, 30 ընտրատեղամասում, եթե անվավեր է ճանաչում, վերաքվեարկություն չի նշանակում, կուսակցությունը չի անցնում, որովհետև այդ ամբողջը գնում է համարվում անճշտություն, բազային թիվը չի փոխվում, տոկոսը պակասում է։ Մեր պնդումը հետևյալն է, որ եթե մենք խոսում ենք համամասնական ընտրական համակարգի մասին, ապա տոկոսը պետք է հաշվի կողմ քվեարկած քվեաթերթիկներից։ Ընդ որում, եթե լիներ օրինակ կողմ քվեարկած եւ անվավեր, կար այդ տրամաբանական համարեի, ասի այդ անվավերները ինչ-որ ակցիա են արել, դեմ են եղել, ինչ-որ խնդիր է եղել։ Բայց երբ որ մենք ասում ենք կողմ քվեարկած եւ անճշտություն օրենքը, ստացվում է մի հատ անտրամաբանական վիճակ, որովհետեւ կողմ քվեարկածները շատ պարզ է, մարդիկ եկել քվեարկել են քաղաքական ուժերին։ Բոլոր մարդկանցից, ովքեր Հայաստանի Հանրապետությունում քվեարկել են 18 մնաց, չէ՞, ոնց որ 18 քաղաքական ուժերից որևէ մեկին 4%-ից ավել ԲՀԿ-ն ստացել է։ 4%-ից ավել, նույնիսկ այս ամեն ինչը անվավեր ճանաչելով ամեն ինչով հանդերձ ԲՀԿ-ն ստացել է։ Բոլոր մարդկանցից, ովքեր Հայաստանի Հանրապետությունում։ Հիմա մենք ասում ենք համապատասխանաբար բարձր դատարան, ի հավելումն են առաջին արգումենտին, որին հեսա կավարտեմ 2 րոպեեր մնացել դա կավարտեմ, մենք միջնորդում ենք, որ դատարանը քննարկի սահմանադրության համապատասխանության այս հարցի, որովհետև սա առաջացնում է երկու ֆունդամենտալ խնդիր։ Առաջացնում է համամասնական ընտրակարգի շեղում, որովհետև համամասնականությունից մենք շեղվում ենք եւ արհեստականորեն ավելացնում ենք ըստ էության բազան, որից կուսակցությունները կարող է չանցնեն, եւ երկրորդը ինքը ըստ էության ստացվում է, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստանում է լիազորություն ավելացնել, պակասացնելով տոկոսները ավելացնել բազան, որովհետև ընտրախախտումներ միշտ լինելու են տարբեր ծավալների, տարբեր տեղերում, տարբեր քանակների եւ ցանկացած տեղամասում անվավեր ճանաչելու խոսքը գնում է ինչ-որ ընթացքակարգային գործընթացներում, անճշտությունները չպետք է, որովհետև դրանք կրկնում եմ, պետական մարմնի աշխատանքի թերությունն են, չպետք է ազդեն մասնավոր անձանց, տվյալ դեպքում կուսակցությունների գործունեության արդյունքների վրա։ Սա միջնորդություններ բարձր դատարան, եթե որևէ փուլում անհրաժեշտ լինի սրանով հավելյալ պարզաբանումներ հիմա կլինի թե հետո տամ, եթե չէ, ես ավարտեմ ելույթ։ Չէ, ավարտեք, շնորհակալություն, եթե կարիք լինի քննարկման ժամանակ հարցեր ունենան կողմերը կամ դատարանը ձեզ միջնորդության հետ կապված կտան, ես ուղղակի կարճ չեմ։ Բարձր դատարան ներողություն, դրույթը, որ դուք վիճարկում եք, ինքը նույնպես նոր փոփոխություններից է։ Այսինքն վերջին մի տարվա ընթացքում է։ Ընդհանրապես մենք վիճարկում ենք դրույթը, որը գրվել է ինչ-որ մի պահի, որովհետև ըստ էության հետևյալն է, նայեք, օրենսդրությունը մշակելուց ինչ-որ տարբերակ։ Չէ, պարզ է, ես իրականում միայն կարճ այդ հարցը, շատ բարի։ Նոր փոփոխության խնդիր չէր, բարձր դատարան խնդիրը ուղղակի դրույթ էր, որը միջև հիմա կիրառելուց խնդիր չի առաջացրել ընդհանրապես, որովհետև սահմանային այդ 4%-ի մի քանի ձայնի տարբերություն երբեք չի առաջացել։ Նախկինում 5, հիմա 4։ Շնորհակալություն։ Հիմա եւ ամփոփեք ձեր բացատրությունները։ Բարձր դատարան մենք ըստ էության ներկայացրեցինք էական խախտումներ։ Հիմա փորձեմ մի բերեմ, գործընկերներս ներկայացրեցին նաև ոչ միայն կոնկրետ ԲՀԿ-ի հետ կապված հաշվարկի խնդիր, այլ նաև այլ խախտումների հետ կապված խնդիրներ։ Ուրեմն սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքը սահմանադրական դատարանին տալիս է անվավեր ճանաչելու դեպքում 3 լիազորություն։ Սրան եմ ուզում անդրադառնամ ու ավարտեմ։ Ես գտնում եմ
որ Սահմանադրական դատարանը պետք է օգտվի այն լիազորությունից, որով պետք է վերաքվեարկություն նշանակի ամբողջ Հայաստանի Հանրապետության տարածքում, որովհետև խախտումները այնպիսին են, Վերաքվեարկություն, ներողություն, որ լիազորություն։ Որպես ասում, անվավեր ճանաչել ընտրության արդյունքները, կամ որպես այլընտրանք ընտրության արդյունքները եւ սահմանել մանդատների բաշխման կարգ, Վերաքվեարկություն կարծես։ Ну, որ անվավեր եք ճանաչում, ինքը ուզենք չուզենք օրենքի իմաստով, էլի, այսինքն դեղ ասում է ճանաչումը անվավեր որոշումը, անվավերը ճանաչում Հա, պետք է, ավտոմատ այդ ընթացակարգը, եթե չեմ սխալվում 20 օր հետո կամ ոչ ավելի ուշ, նշանակվում է ընթացակարգ, անվավեր ճանաչել ամբողջ Հայաստանում դրանով ավարտվում է, երկրորդ բանը որպես այլընտրանք, սա այս մեկը ոնց որ էլ մաթեմատիկորեն հաշվարկված է, այլընտրանք չկա, Սահմանադրական դատարանը, եթե առաջինը իրականացնում է, ասում այն մնացած թվերը պարզ չեն, պարզ է, բայց եթե դա չի իրականացնում թվերը պարզ են, ապա միանշանակ է, որ ԲՀԿ-ն ստանում է 4%-ը գերազանցումը, այդ ժամանակ խնդրում եմ Սահմանադրական դատարանին կիրառել այն երկրորդ լիազորությունը, որպես այլընտրանք անվավեր ճանաչել արդյունքները եւ սահմանել մանդատների բաշխման կարգ, ապահովելով դիմումի կողմից մանդատների ստացումը։ Ըստ էության այլընտրանքային որոշման դեպքում կլինի, որ Սահմանադրական դատարանը կասի, որ ԲՀԿ-ն ստացավ փոքր բրոնզը, այսինքն կլինի, որ ըստ հաշվի առնելով այն թվերը, որոնք կան, ընդ որում այս երկրորդ որոշումը կարող է կայացվել ինչպես պնդելով, արձանագրելով, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը իրավասություն չուներ անվավեր ճանաչել այդ տեղամասերում ընտրության արդյունքները, օրինակ արձանագրելով 48.1 հոդվածի սահմանադրական հակասահմանադրական մեկնաբանությունը կամ տալով դրան այլ մեկնաբանություն դրա լույսի ներքո մեկնաբանելով եւ տալով դիրքորոշում կամ անվավեր ճանաչելով այդ հաշվարկի կարգը, որտեղ անվավերները գումարվում են եւ ստացվում է արդյունք։ Եթե դրանք տեղի չի ունենում, նշանակում է, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը սխալ որոշում է կայացրել վերաքվեարկություն սահմանելու փոխարեն հաստատել է մանդատների բաշխման կարգ, իսկ այդ դեպքում ընդհանրապես անվավեր է ճանաչվում ընտրությունների արդյունքները։ Եթե հարցեր կլինեն, պատրաստ եմ պատասխանել, այսքանով ավարտեցինք։